Նիկոլ Փաշինյանը, որ այսպես ասած սառեցրել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այդ հենց դրա մասին է, դա ադրբեջանական պարզա չէ, 17 կետերի մասին մենք նոր ենք իմանում, բայց իրանք 22 թվից բանակցում են, չէ, 22 թվից է, չէ, Ալիևը դա իրան ասում։ Ասել է 24 թվին էլ հանել է դրանց բոլորին, եւ հիմա ասում է բեր ամրագրի հանել ես լավ ես արել, իմ պահանջն ես կատարել։ Բեր գրի, որ երբևէ չեն էլ գալու, որովհետև Ալիևը այս հայտարարություններից հետո ասել է, որ Հայաստանը այն երկիրը չի, որի խոսքին մենք վստահ ենք, ամեն ինչի տակ պիտի լինի դրանց ստորագրությունը, պիտի պարտավորություն վերցնեն, որովհետև ասում է իրանց նկատմամբ վստահության մակարդակը 0 է։ Սա է այս կետի պահանջը, որին համաձայնվել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գալիս ենք պայմանագիր։ Ես դեսպան եմ եղել, ես մասնակցել եմ մասնավորապես հայ-լեհական միջազգային բազմաթիվ պայմանագրերի մշակման գործընթացին։ Ոնց է դա ալնում։ Պատվիրակությունը Լեհաստանից գալիս է Երևան, նստում են փաստաթղթի վրա աշխատում են։ Հայաստանից պատվիրակությունը գալիս է Լեհաստան, մասնագետներն ամենաստորին օղակից նստած իրենց գործընկերոջ հետ տեքստի վրա աշխատում են, հետո ներկայացնում են ավելի բարձր ատյաններ, հետո լիազորություն, հետո կա, այսինքն շփումներով բանակցում են, ստեղծում են փաստաթուղթ։ Ուրեմն 2025 թվականի մարտին հայտարարվել է պայմանագրի պատրաստ լինելու մասին, երբ որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի դրան նախորդող վերջին հանդիպումը եղել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Կազանում։ Այսինքն հոկտեմբերի 24-ից մինչև օրս Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիև չեն հանդիպել, չեն բանակցել, ոչինչ չեն խոսել, ու հանդիպումների առիթ էլ եղել է, կամ կարար լիներ, ասենք օրինակ, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Դավոս, գնացել էր Մյունխեն, մասնակցում էր անվտանգային համաժողովին, ընդեղ էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, բայց Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Արարատ Միրզոյան չի եղել, որ գնա Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպի, ասի պայմանագիր ունենք, չէ՞, մի հատ նստենք, քննարկենք, աշխատենք դրա վրա։ Արարատ Միրզոյան Ջեյհուն Բայրամով հանդիպումը վերջին այս պայմանագրի մասին հայտարարելուց առաջ եղել է 2024 թվականի հոկտեմբերի 28-ին Ստամբուլում 3+3 ձևաչափով հանդիպումների ժամանակ։ Այսինքն այդ պայմանագրի մասին հայտարարությունը նախորդող հանդիպման տարբերությունը հաշվել եմ 136 օր կամ 4 ամիս 13 օր, 4 ամիս 13 օր իրանք իրար հետ ընդհանրապես չեն հանդիպել, բայց ասում են պայմանագիր ունենք պատրաստ։ Դες բան ո՞ս կարա լինի։ Դրանից առաջ, Ստամբուլից առաջ հանդիպել են 2020 Արարատ Միրզոյան Ջեյհուն Բայրամով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, շատ բան չեմ կարա դրա մասին ասեմ, բայց փաստի արձանագրում կարամ ասեմ։ Սահմանադրական դատանի որոշման հրապարակման օրը։ Խոսքը հայտնի Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային հանձնաժողովների վերաբերյալ կանոնակարգի ՍԴ որոշման մասին է։ Որոշման ընդունման օրը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Իսկ 26-ին որոշման հրապարակման օրը Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ։ Չէ, ինչ դավաճանություն, ինչ բան, այդ մենակ ստեղ դատարանում մնացած հարցերը մենք քննարկենք, ես ուղղակի փաստերն եմ արձանագրում։ Սրանք ասում են մենք անցել ենք էլեկտրոնային դիվանագիտության, նամակները ուղարկում ենք էլեկտրոնային դες բան դիվանագիտության պատմության մեջ չի եղել։ Ու հիմա ասում է վերջնական տարբերակը մենք իրան տվել ենք բանի միջոցով, դիվանագիտական խողովակներով։ Արարատ Միրզոյանի պատկերացմամբ դիվանագիտական խողովակը երևի կանալիզացիայի տրուբա է, խողովակը, կամ 3/4, կամ պոլդույմ։ Դիվանագիտական խողովակը այդ դիվանատագետներ, դա դիվանագիտական ներկայացուցչությունն է։
Եթե Ադրբեջանում չկա Հայաստանի դեսպանություն, եթե Հայաստանում չկա Ադրբեջանի դեսպանություն, եթե դուք չունեք պայմանավորվածություն, որ երրորդ երկրի դեսպանությունը կապը ապահովում դիվանագիտական, օրինակ ոնց որ Ռուսաստանի եւ Վրաստանի պարագայում 2008 թվականից մինչեւ հիմա անունը չեզոք երկիր համարվող Շվեյցարիան։ Շվեյցարիան որպես կանոն շատ դեպքերում նման ֆունկցիա կատարում որպես չեզոք երկիր։ Բայց դուք չեք հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների խողովակ հանդիսանում է երկու երկրներում Շվեյցարիայի դեսպանությունը։ Բայց ում միջոցով եք փոխանցել։ Ուղիղ է փոխանցել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Ըստ տրամաբանության, ես հələ գործի հանգամանքներ պիտի պարզվի էլի։ Ադրբեջանը էլեկտրոնային փոստով ուղարկել այս 17 կետը, Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական գրությունով բլանկ ամսաթիվ համար գրել է, երևի նոտայի տեսքել են տվել դիվանագիտական հայտագրի, ասում են, որ մենք համաձայնություն ենք տալի ներկայացված պայմանագրին, պայմանագիրը կցվում է։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանը արդեն միակողմանի ստորագրել է այդ պայմանագիրը 17 կետից կազմված, որոնք բոլորը ադրբեջանական պահանջներ են։ Ադրբեջանը այս մի կողմից ոչ մի ստորագրություն չի դրել, ինքը պաշտոնական գրությունով չի ասել, որ ես էլ եմ հաստատում այս 17 կետը։ Հիմա Հայաստանի աշկը կողելու են, ասելու են, այս քո ստորագրությունն է, չէ, Արաբատ։ Դու գրել ես, չէ, որ համաձայն եք այդ կետերին, դե կատարեք։ Կատարեք այդ կետերը, հանեք Եվրամիության դիտորդներին, ապահովեք մնա, հələ երկուսը գիտենք, այն 15 կետի մասին մեզ ոչ մի բան չեն ասում, ոչ մեկ չի տեսել, ընթացքում, երբ որ հələ տեքստի վրա աշխատում էին, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության մի քանի պատգամավորներ գնացին արտգործնախարարություն, որպեսզի ծանոթանան այդ պայմանագրի նախագծին։ Նրանց լրացուցիչ թուղթ էին տվել ստորագրելու, որ սա գաղտնիք է, խորհրդապահությունը պետք է պահել եւ չի կարելի ծանոթանալուց հետո հայտնել, թե ինչա գրած այդ պայմանագրի մեջ։ Պատգամավորները գնացին ծանոթացան, դուրս եկան, ասեցին, որ քանի որ գաղտնիության պարտավորություն ենք ստանձնել, չենք կարող ասենք, թե ինչա գրած։ Մի բան կարանք ասենք միայն, որ այն ինչ որ գրած է, ավելի սարսափելի է, քան մենք պատկերացնում ենք, որ կարող է անդե գրած լինի։ Այսինքն իրենք որոշակի անհանգստությամբ գնացել են, կարդացել են, տենում են ինչա գրած, ասում են ոնց թե ավելի սարսափելի է, սա պատգամավորների տված կարծիքն է։ Քան են նախնական ռիսկերը, որ իրանք մտածել են, որ կարա դրա մեջ լինի։ Ես մոտավորապես ենթադրում եմ, թե ընդ ինչա գրած։ Դա ճանապարհների տրամադրումն է Ադրբեջանի ուզած պայմաններով, այսինքն Միջանսկի սկզբունքով, որ ադրբեջանցիները պիտի գնան Նախիջևան, Թուրքիա, Հայաստանի տարածքով առանց որևէ մաքսային հսկողության, առանց սահմանապահ ծառայությունում ազնագիր ցույց տալու, առանց որևէ ոստիկանի հետ առնչվելու ճանապարհին, սա է ալնելու, վստահ եմ, անպայման